հեռու մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, բոլոր նրանց հոգիներին արևավառ, կյանքի մահի այս ամեհի աղջամուղջում ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն։ Այսօր մեր նյութը կվերապերվի արմատ բարին, որ առանցին չօգտագործվիր հայերեն հարաբաշարի մեջ, բայց բաղադրված կամ պարփարային, ասենք, բարերու մեջ, նաև ածանցված բարերու մեջ կօգտագործենք։ Այդ բարը դարդ բարն է, թա արը այբրե և դյուն կրությամբ։ Ուրեմն այս բարը ասենք թե գոյություն ունի հանդարտ բարին մեջը, հանդարտ, եթե ճիշտ հնչենք, հանդարտ բարին մեջը, նաև օգտագործենք, ասենք թե հայերենի մեջ ոչ քրական իբր թե բարմը, արտահայտությունը, դարդ դերդնել, այսինքն դարդնել, նույն դարդ բարն է իրականության մեջ, հանդարտի մեջ գոյություն ունեցող։ Հիմա ասիկա հասկանալու համար մեզի օգնության եկավ անգլերենի բարաբաշարը, որտեղ այս արմատը, դարդ արմատը օգտագործվի առանցին որպես բարի միավոր բարմա իր իմաստով հանդերձ։ Հիմա հանդարտ բարը ինչպես կրնանք մենք հասկանալ։ Շատերը կսեն խաղաղ, հանգիստ եւ այլն։ Խաղաղ է, հանգիստ է, ամեն մեկ բարը ունի իր իրավիճակը, իրարու հետ իրավունք չունենք խառնելու մեկը մյուսին որպես հոմանիշ տնելով։ Հոմանիշները ունին դարբերակումներ, այսինքն նրբություններ, որոնք կդարբերեն իրար մի այդ բարերը։ Նույնացնելը սխալ է ըստ իս։ Ուրեմն հանդարտը ոչ հանգիստն է, ոչ խաղաղն է, այլ ունի իր թուն էությունը, ճշմարտությունը, որ հիմա պիտի փորձենք ձեզ ներկայացնել։ Անգլերենի մեջ ասենք դարդ բարը DART-ով գրվի, կնշանակե ցերքի մեջ օգտագործվող թրվող փոքրիկ թաշունը, սարը զենքը, ասենք թե թաշունեն զատ նաև կան ուրիշ այդպիսի փոքրիկ զենքեր, ասենք թանակը եւ այլն։ Հիմա հանդարտը ուրեմն ինչպես պիտի կրնանք այս հիմքի վրա բացահայտել։ Հանդարտի մեջ կա հանել փայը, ուրեմն հանդարտ վիճակը այն վիճակն է, որ ցերքիդ մեջ ունեցած սարը զենքը, թեթև փոքրիկ զենքը հանած վիճակն է, այսինքն եթե կաուբոյական ֆիլմեր տեսած եք, երկու կաուբոյ իրար հետ մրցակից կաուբոյներ օրինակի համար, թեմ թիմած զենքերը բռնած կանգնած են, ու հանկարծ որոշեմ, որ իրար հետ պիտի երկխոսության անցնին։ Ինչպես կլինի այդ երկխոսությունը, ֆիլմերու մեջ տրված է այս գաղափարը, զենքերը կետնին կթնեն եւ թեմ թիմած կելեն խոսելու համար, կամ մենամարտելու թեկուզ առանց զենքի, իրենց ուժերը չափելով։ Ուրեմն զենքերը հանած վիճակը, զենքերը ցերքեն մեկ կողմ թրած վիճակն է հանդարտ ձևը, այսինքն ժամանակավոր հանգիստ մնե, որը պայմանավորված է որոշակի լարվածությամբ,
այսինքն այդքան հանգիստ խաղաղ չէ հանդարտ վիճակը։ Հիմա հանդարտ բարի մեջ կա ոչ միայն երկու արմատ, երեք արմատ գումարված են իրարու, այսինքն այդ բարը շատ սեղմված, խդացված բարը մնա իրականության մեջ, այդպիսի երևույթներու մենք արդեն հանդիպեցանք մեր զրույցներու մեջ և շատ արգը հանդիպինք հետաքային իհարու։ Ուրեմն հանդարտին մեջը նախ հանելը գա, երկորդը հենդը գա, ձերկը անգլերենին և դարդը գա, այսինքն անել հենդի ձերկի դարդը, իհարկե պիտի ասեք անգլերենը ուր հայերեն մեջ հենդ բարը չկա և այլն ներողություն հանդը ունինք մենք որպես թաշտ կա հասկնանք այսօր, բայց ադոր փուն էտիմոլոգիական, արմատական իմաստը տրված է այս բարին մեջը, ադոր հետո կանտրատարնանք իհարկե։ Ուրեմն նկատի ունենք, որ հանդարտի մեջը հենդի դարդը հանելու գաղափարը կա, սերքի մեջի եղած թեթև զենքը մեկ կողմ տնելու գաղափարը կա։ Այդ զենքը որտեղ կհանդիպի օրինակի համար։ Հիմա պիտի թիմենք պատմության մեր էջերու, միջին տարերու պատմության մեր էջերու։ Մեր վրա եկած մեջին կենտրոնական ավելի ճիշտ Ասիային եկած մոնղոլներուն ինչ կսեին մեր պատմապանները, կսեին նեդողներ, նեդողած ազգ։ Այս նեդողած ազգը ընդհանրապես մարդիկ չեն հասկնալ։ Նետ նեդողներ կամ նիզակ նեդողներ կհասկնան, եղբայր մարդիկ նեդողած ազգ անունով, մագանունով այս մարդկանց որակած են։ Մենք ինչու նետ նեդողներ չունեինք, օգտագործող չունեինք նետեր կամ նիզակներ ունեինք, եղբայր ուրեմն անոնց հարավելությունը ինչի մեջ էր, նետ նետելու մեջ չէր, նիզակ օգտագործելու մեջ չէր, ուրիշ հարավելություն ունեին, այսինքն սա ռազմավարական նշանակության փառմն է, որ դված են մեր նախնիները և այսօր չենք հասկնալ։ Եթե դուք տեսած եք այսպես կոչված չինական ֆիլմեր, հոնկոնգյան և այլն ֆիլմեր, որտեղ կրվող երկու կողմերը իրար թեմ քարաթեի և այլնի մարզացելերու արևելյան ընթացքին, այդ գիրարելու ընթացքին այդ մարզացելերը, նաև կգիրարեն ուրիշ բամը, զենքմը այս բարակային, ոչ միայն ձերքերով, ոտքերով կգրվին, այլ նաև իրար վրա կշբրդեն բզդիկ սլակներ, նետեր չեն, սլակներ են ընդամենը, սլակը բզդիկ ձերքին մեջը, ափին մեջը գրնա տեղավորվիլ 10 հատ, մեկ ձերքեն գվերցնե գնեդե, մեկը մյուս ձերքեն գվերցնե գնեդե և այլն։ Այսինքն այդ սլակները, նետողները եղած կոչված են նետողած ազգ, այսինքն այդ ժողովուրդները, որոնք եկել են և սարսափելի արագությամբ դիրապետել են հսկայական տարածքներու, իրենց ստրատեգիական զենքը, այսինքն ռազմավարական զենքը եղած է և ունակությունը եղած է մոտ տարածքի վրա իրար թեմ գրվել, այսինքն թշնամիին ուղղակի մեջը մտնել և մի քանի մետրի վրա այդ սլակները անոնց վրա շբրդելով, անհանգալի բերելով իհարկե, շբրդելով սպաննելն էր, ոչ թե նետեր և նիզակներ նետելով է, այսինքն լավ թիավորներ եղած են իհարկե իրենք, նաև սուսուփոս մտան մեջ կամ ասենք շատ անցայն ձևով մոտենալով թշնամիին կամ հակառակորդին, այս բարակային հակառակորդը մենք եղած ենք նաև Ա, եկել են առանգալի բերած են մեզ
երբ որ մենք մեր զինվորները գնային, ասենք թե սուրով տաշունով կամ ասենք որևէ այդ ժամանակվա զենքեր օգտագործելու համար պիտի տաշունը սուրը քաշեր մարդը պատրաստել, ներդա աղեղը պիտի լարեր, որովհետեւ կարողանար թշնամիի վրա արձակել։ Մինչև այդ գործողությունները արդեն իրենք այդ սրակները կնետեին, շբրտեին թիմացինի վրա և կդաբալեին, սա էր իրենց ամբողջ զենքի ուժի գաղտնիքը և այդ համար կոչված են նետողներու ազգ։ Այս ազգին տեղը ուր եղած է պատմականորեն, հետաքրքիր է, ուրեմն գա պատմական, նախապատմական կրնալ տարածքը, որ կոչվի Թարթարիա, ասենք մեր պատմության մեջ Տարտարոս և այլն կոչված է տարածքը։ Այսօրվա աչքով եթե նայենք, Թաթարստան պիտի ասենք այդ տարածքին, Թարթարիան, Թաթարստանն է, Թաթարն է, ու դեղն է բնակա տարածքն է։ Այդ տարածքի մեջ բնակվող մարդիկ ուրեմն դերապետել են այդ զենքին և իմանալով, որ թիմացիները այդ զենքը չեն օգտագործել, ಅದರ համար գրծել են հսկայական տարածքներ գրավել և իշխել։ Հիմա անցնենք ուրիշ բան հիմա, որ կվերաբերվի նույն արմատին, Դարդանելի նեղուց կսենք, Դարդանելու նեղուցը ինչ նեղուց է, ուրեմն ես երբ որ համայնակիդարաններու մեջ փնտրեցի, բարարաններու մեջ փնտրեցի, կդա որ այսպիսի բան մկրված է Դարդանել բարին թիմացը, կսե աս նեղուցը արհեստականորեն թորված նեղուց մնե, բայց ոչ ադոր փորողներու մասին դերևություն ունենք, ոչ ալ ժամանակին մասին, երբ փորված է ադոր ժամանակության մասին դերևություն ունենք, Արագս ինչ կծնե, որ Դարդանելի նեղուցը փոքրիկ գործիքներով, այս անգամ ոչ թե զենք որպես, փորված է սուր գործիքներով փորված է արհեստականորեն, գոյություն չէ ունեցած սև ձողի և միջերական ձողի միջև կապ, այդ կապը երբ որ բացել են, ահագին մեծ փոփոխություններ եղել են միջերական ձողի և սև ձողի տարածքին վրա, բզդիկ այսպես ասենք այդ ջուրերը տարբեր մակարդակներով վրա եղած են, մեկը բարձր, մեկը ցած, ուրեմն այդ ջուրերը պետք է հոսեին մեկեն մյուսին, որպեսզի հավասարվեին, և այդ ընթացքին ուրեմն մեծ հոսք եղած է միջերական ձողը, որ ավելի բարձր եղած է, դեպի սև ձող, և սև ձողի ափերը ամբողջ ողողված են ջուրերով այդ ժամանակներում։ Երբ եղած է ասիկա և ովքեր եղած են, խնդիր է, որը լուծել ենք մենք։ Ուրեմն Դարդանելի նեղուցը ով կրնար կառուցածլա։ Պիտի կառուցեին անոնք, որոնք այդ նեղուցին կդիրեին երկար տարեր և այդ նեղուցեն անցնողներեն դուրք կվերցնեին, աչեն ցավ կամ ցախեն աչ, կարևոր չէ, ելող մտնողներեն, պիտի դուրք վերցնեին և հազարավոր տարիներ այդ փորողները այդ դուրքերով ապրել են առանց ուրիշ գործեր անելու, այսինքն մի անգամ գործարին վերջացավ ու սերունդ թե սերունդ այդ գործի բդուղներ կքաղեին, ովքեր էին դուրս եկավ, որ Դարդանելի նեղուցի անմիջապես հարավային մուտքի մոտ կառուցված քաղաքը, որու վրա հույները ամբողջ ազգով հավաքվեցան և հարձակվեցան, այդ քաղաքը կառուցողները եղած են այդ
Դարդանանի նեղուցը փորողներ։ Այսինքն, դրովատացիները, եթե արևմտահայեր են ասում, կամ Տրոյայի բնակիչները եղած են առաջին այդ նեղուցը բացողները, եւ բادرական չէ, որ հույները եկան եւ ճախճախեցին դրովատան հիմնահատակ կործանեցին, կսեմ թե քեղեցիկ աղջիկ ուներ հույներու թագավորներ են, մեկը գին ուներ ավելի ճիշտ, այդ կնոջ ուրեմն պատճառով, երբ որ Տրովատայի իշխանազունը կողծավ այդ կնոջը եւ դարավ իրեն հետ Հունաստանին Տրովատա, այն ադեն հավաքվեցան հույները եւ պատերազմ հռչակեցին։ Եղբայր 10 տարի պատերազմ մղած են աս հույները Տրովատայի վրա, որպեսզի գրավեն եւ կնաչնչեն։ 10 տարվա մեջ այդ կինը արդեն գին էր, աղջիկ չէ։ Այդ կինը արդեն բարաված կնիկ էր։ 10 տարի դարժեր մը աշխատել, գրվել, այդքան զոհեր մատուցել դալ, ինձ համար ասիգա հանելուկ մնացած էր, մինչև դարդանել դարդվարի իմաստը գտնելս։ Եվ երբ որ բացահայտեցի, բարձվեցավ, որ պատճառը շատ լուրջ, քաղաքական եւ ստրատեգիական պատճառ էր, ոչ թե աղջկա համար էր։ Հելենային կողծերեն դա ադոր համար իշտե կացեր են պատերազմելու ոչ եղբայր։ Հոմերոսը այդ բաները գրել է քարվեստական որպես քրականություն, քարվեստական քրականության մեջ պիտի ամեն ինչ չսվի, հնարավոր է նաև ինքը չէ իմացած ֆոն պատճառը, չի բացառվիր ասել։ Ամենատեպս բացահայտեցինք մենք, որ այդ պատերազմը մղվեցավ 10 տարվա պատերազմը Հելենայի համար չէ, այլ Դարդանանի նեղուցը ազատագրելու համար տրովատացիներու ցերքեն, այսինքն միջերականեն Սևդով եւ Սևդովեն միջերական զով հույները ուզեին ազատ արևդուր անել, ադոր համար կացինար պատերազմը։ Հիմա իհարկե կա ուրիշ շատ լուրջ ուրիշ բաներ կան ասոր հետ կապված։ Ամենատեպս անոնք առաջ մեկ կողմ գտնենք, շարունակենք մեր զրույցը նույն դարձ բարի հետ առնչվող ուրիշ երևույթի հետ։ Մեզի հայտնի է, որ եվրոպական, ֆրանսական քրականության մեջ եղած է Դարդանյան անունով հերոսը, որպես շատ հզոր սուսերամարտիկ Դարդանյան եւ իր ընկերները, եթե գիտեք, այս Դարդանյան փարը իհարկե գրողը դը Արտանյան, այսինքն դեն հետո ապոստրոֆ ծրած է, որ փարը, այսինքն ոչ թե Դարդանյանով կառուցված է ուղղակիորեն, այլ դը Արտանյան, այսինքն փուն արմատը արդ է, ոչ թե դարդ է, արդով, արվեստով գրվող կնշանակե իբրդե, մինչդեռ գրողը գիտեր, որ փուն արմատը դարդ է եւ ոչ թե արդ է, բայց քարվեստական քրականություն է սա եւ ամեն գաղտնիք պիտի չփանար, այսօր մենք այդ գաղտնիքը բացել ենք եւ կբարձրի, որ Դարդանյանը ինքը եւ իր ընկերները ոչ թե այդքան շքեղ սուսերամարտիկներ էին, ատորամար կահաղթեին, կամ այդքան լարախաղացներ էին, որոնք կրնային վերև թռնել, բարանով իշնել, ելնել եւ այլն, ծառեն ցապկիլ թշնամիին վրա, ոչ եղբայր։ Իրենց ժամանակ իրենց նման շատ գրողներ կային, շատ զինվորականներ կային, իրենք միակը չէին այդ արվեստի դիրապետողներ։ Ուրեմն Դարդանյանը նույնպես կիրառած է այս մոնգոլ թաթարներուն զենքը, այսինքն մոդիկեն թշնամիներուն վրա թանաքներ կամ ասենք սլակներ արձակած է եւ տապալած է հակառակորդներուն։
Ադորամար եղել է շատ նշանավոր, ասենք, հերոսը այդ ժամանակներում համար։ Հիմա Դարդանյան պարը, դարդ պարը ուրեմն հանդարտ պարի մեջ կա, հիմա չեմ իշել որ, մնացածը չեմ իշել որ, անտարդը, դարդը, շատ կարևոր բան մգա, որոն անդրադարձանք, բայց պիտի հիմա բացահայտենք դե ինչ է։ Ուրեմն դեր դնելը ինչ է եղբայր, դեր դնելը հայերեն բառ է արդյոք, շատերը կներվին ինձ մե որ եղբայր հա թուրքերեն է արիգա, ինչ պերիր գլուխնուց կպատտես որ դո հայ ժողովուրդը մինչև օգտագործե այդ բառը ժողովրդական այսինքն լեզվի մեջ, փառփարներու մեջ, մեր խոսակցության մեջ միշտ օգտագործենք, այո, ինչու կասկածիկ, որ ադիկա հայերեն է եղբայր, ադալ հայերեն է և նույն դարձ իմապան ունի, հիմք ունի, դարդանելու ներուցի բարական ալ նույնն է, ինչ որ դարդ ընելն է, այսինքն դարդ ընելը ոչ թե ասանք նստիլ դխություն, դխուրը լալ, ծավыз գալ, եսիմ ինչ ընել, եղբայր, ասոնք ամեն մեկ իր իմաստն ունի, դարդ ընելը ուրիշ բան է, դարդ ընելը այն է, որ թուն կու ցերկիտ մեջը բզդիկ թաշուն ունիս, զենք ունիս, սլակ ունիս, և այդ սլակով թուն կու կլխուտ կուդաս, դարդ կնես, այսինքն թուն կեզ կզարնես, կծեցես, վայ մամաջան, վայ մամաջան, վայ մամաջան կնես, այսինքն թուն կեզի կծեցես, կբատչես, ինչու որովհետև այնպիսի սխալմը կործերես անթարց, անպուժելի սխալմը, որը պետք է չկործեիր, ադորամար դարդ կնես, այսինքն թուն կեզ կծեցես, աս պատկերը կա օրնակի համար շիա մահմեդականներուն մոտ, որոնք իրենց յախշի բախշի կսեն թուրք ադրբեջանցիները, չեմ գիտեր արաբները կամ բարսիկները ինչպես կսեն, ամենանցևս այդ օրը Հուսեյնի և Հասանի և Հուսեյնի սպանության օրերն են, երբ այդ հիշադակը գնեն, իրենց կծեցեն շղթաներով կծեցեն, օղակներով կծեցեն, այո, փայդերով կծեցեն, մեխոսով ամեն տեսակ ցերքի մեջ դեղնող զենքերով, սարը զենքերով կամ նույնիսկ փայդերեն զենքերով իրենց կծեցեն, որովհետև չեն գրծած ապահովել այդ մարդկանց կյանքը, իրենք մեղավոր կզգան ադորամար սուկ կբահեն և այդ կայլին գծիմեն, ուրեմն դար դնելը ճիշտ այդ պատկերը կբացահայտեն առջև և հայերեն մաքուր հայերեն բառ է, շնորհակալություն Աստծո։